Վարչապետ Նիկոլ Փաշինյան դիկնոջ Աննա Հակոբյանին հետ եւ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա գտնված են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբի 100-ամյակին նվիրված համերգին։ Հadoop հյուրը եղած է աշխարհահռչակ դաշտագահար Յուջա Վանգ անհանտես եկած է Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Դարվան ընթացքին նախադեсված են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողներու եւ խմբավարներու մասնակցությամբ, ինչպես նաեւ հյուրախաղեր մարզերուն եւ արտերկրի մեջ։ Հայաստանի արտաքին գործոստնախարար Արարատ Միրզոյան աշխատանքային այցով Բրյուսել կգտնվի Միրզոյան հանդիպած է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Եվրամիության արտաքին գործերու եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Քննարկված են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման հարցով ձևավորված տեսլական ու հերանեկարները, ինչպես նաեւ համատեղ աշխատանքները համագործակցության ընդլայնման ուղղությամբ։ Նախարար Միրզոյան ընդգծած է, որ ժողովրդավարության եւ խաղաղության հիմնարար սկզբունքները դրված են Հայաստան-Եվրամիություն գործընկերության հիմքին եւ միասնական ճանկերու արդյունքով հաջողված է հասնել շոշափելի արդյունքներով։ Արտաքին գործոստնախարարության մամլոքարտուղար Անի Բադալյան արձագանքեց Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական եւ օգնական Ստիվ Ուիտկոֆի հայտարարությամբ։ Ուիտկոֆ չէր բացառած, որ Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաեւ Լիբանանն ու Սուրիան միանան խաղաղության Աբրահամի համաձայնագիրներուն։ Այդ կրնա տեղի ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, որոնք մեր գարձիկով շատ մոտ են իրենց միջև հագամարտության վերջնական ղեկավարմամբ։ Երկուքն ալ կգարձեմ հնարավոր է ցանկություն հայտնեն միանալու Աբրահամի համաձայնագիրներուն, սա մեծ նախաձեռնություն մնե կային համար եւ անգահավադա ադոր Սաձեր Ուիտկոֆ։ Արտաքին գործոստնախարարության խոսնակը չէ բացառած ամերիկյան այդ նախաձեռնության շուրջ քննարկման հնարավորությունը, ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ դարաձաշրջանի մեջ խաղաղության հաստատման նպաստող նախաձեռնությունները անշուշտ կրնան նոր հնարավորություններ տալ, ըսած է Անի Բադալյան։ Աբրահամի համաձայնագիրները Ամերիկայի միջնորդությամբ շարք արաբական երկիրներու եւ Իսրայելի հարաբերություններու ղեկավարման միտված նախաձեռնություն է։ Ֆրանսիայի արտաքին գործոստնախարար Ժան-Նոել Բարոն հայտարարած է, որ Եվրոպան եւ Ամերիկան պետք է խստացնեն բաժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա։ Բարոնն նաեւ հաստատած է, որ Եվրամիության երկիրներու տեսփանները համաձայնեցուցած են հագարուսական բաժամիջոցներու 17-րդ փաթեթը։ Եվրամիության աղբյուրներուն տվյալներով փաթեթի վերջնական հաստատումը կսպասվի մայիս 20-ին, որմե հետո այն պիտի հրապարակվի եւ ուժի մեջ պիտի մտնե։ Լրատվամիջոցները ավելի գանուխ հայտնած էին, որ նոր փաթեթը բաժամիջոցներու ցուցակի մեջ կներառե մոտ 60 ռուս եւ օտարերկրյա ֆիզիկական եւ իրավաբանական անձեր, ինչպես նաեւ ռուսական քարյուղ դեղափոխող 50-150 լցանավեր, նավերու հստակ թիվը դեռ չի բացահայտվիր։ Ֆրեդերիխ Մերց, որ Գերմանիո վարչապետ ընտրվեցավ մեկ շաբաթ առաջ, այդ պաշտոնին իր առաջին ելույթ ունեցավ Բունդեստագի մեջ։ Ան խոստացած է ստեղծել Եվրոպայի ամենեն ուժեղ բանակը, իսկ ադոր համար նախադեсած է ավելցնել բանակի օժանդակությունը, զինվորներու թիվը մեծնելու համար ալ ստեղծել նոր գրավիչ կամավորական զինվորական ծառայություն, գկրե BBC-ն։ Մերց նաեւ պատրաստակամություն հայտնած է անվերաբար աջակցություն ցուցաբերելու Ուկրաինայ, քանի որ համոզված է, որ ուկրաինական հագամարտության ելքը պիտի որոշի ամբողջ Եվրոպայի ճակատագիրը։ Ան նաեւ խոստացած է ամեն ինչ անել ներդրումներու եւ բարեփոխումներու միջոցով Գերմանիո տնտեսությունը աճի ուղի վերադարձնելու համար, ինչպես նաեւ խստացնել քաղաքականներու օրենքները։ Հաջողության հասնելու համար Մերց միասնության գոչ ըրած է։ Թրամփ Կատարի հետ $1 տրիլիոն արժեքով տնտեսական համագործակցության պայմանագիր մստորագրած է գահիտնե Սպիտակ տունը։ Սա կներառե գործարքներ պաշտպանական համագործակցության ոլորտեն ներս Ամերիկայի վարչակազմը հայտարարած է, որ գործարքները Ամերիկան կտնեն նոր ոսկե տարաշրջանի մեջ։ Սպիտակ տունը կգարձե, որ ստորագրված համաձայնագրերը պիտի խթանեն նորարարություն ու բարգավաճում աբակա սերունդներուն համար, պիտի ամրապնդեն ամերիկյան արտադրության եւ արհեստագիտական առաջադարությունը։ Քարոմի նորընտիր Փապը արևելյան կաթողիկե եկեղեցիներու ներկայացուցիչներու ընդունելության ժամանակ հայտարարած է Սուրբ հող Ուկրաինա, Լիբանան, Սուրիա, Մերձավոր Արևելք, Կովկաս այնքան շատ բռնություն կտեսնենք։ Ես գարելին պիտի ենեմ, որ խաղաղությունը կերիշխե։ Սուրբ աթոռը միշտ պատրաստ է օգնելու, որ թշնամիները հավաքվին եւ խոսին։ Բոլոր առաջնորդներուն գոչ կնեմ, եկեք հանդիպինք, բանակցինք եւ պայմանավորվինք։ Բادرազմը լուծում չէ, շեշտած է Հռոմի Փապը։ Փապը եզրափակած է, հարևանները մեր մերձավորներն են, այլ ոչ թե թշնամիները։ Ցեզի հետ Անի Զեյթունցյան։